Հովհաննես Ավետարան գլուխ 10 համար 14 Ես եմ բարի հովիվը եւ ես իմիններին ճանաչում եմ եւ իմիններից էլ ես ճանաչվում եմ Ես եմ բարի հովիվը Տեր Հիսուս ասում է վարձկանը որ հովիվ չէ երբ որ տեսնում է որ գայլը գալիս է թողնում է հոդին ու փախչում է Իսկ բարի հովիվը իր անձը դնում է իր ոչխարների համար Ես եմ բարի հովիվը Տեր Հիսուսը իր անձը դրել է մեր համար մեր տեղն է մերել մեր համար է խաչվել մեր համար է արյուն թափել դուժը եւ պատիժը որ մենք պետք է կրեինք ինքն է կրել Ես եմ բարի հովիվը եւ ես իմիններին ճանաչում եմ եւ իմիններից էլ ճանաչվում եմ Իմիններին ճանաչում եմ նրանք որ իմն են նրանք որ իրանց սրտերը ինձ են տվել նրանք որոնց սրտերում առաջի տեղը ես եմ ես իրանց ճանաչում եմ Եվ իհարկե սիրելիներ հավիտյան Տիրոջ հետ են լինելու Տիրոջը հանդիպելու են իրագրգում լինելու են այն մարդիկ այն հավատացյալները որ Տիրոջը ճանաչում են հնարավոր է մարդ հավատացյալ է բայց չի ճանաչում Տիրոջը եւ ես այդ մասին օրինակներ կբերեմ եւ նույնը նաեւ հաստատում է Պողոս Արաքյալը Տիմոթեոսին ուղված երկրորդ թղթի երկրորդ գլխի համար 19-ից բայց Աստծո հաստատիմքը կանգնած է եւ այս կնիկ ունի թե Տերը ճանաչում է նրանց որ իրն են եւ թե ետ կենա անիրավությունից այն ամենը որ Քրիստոսի անուն է կանչում են ետ կենա անիրավությունից այն ամենը որ Քրիստոսի անուն է կանչում են այսինքն հնարավոր է մարդիկ կանչում են Քրիստոսի անունը անիրավության մեջ են Տիրոջը չեն ճանաչում հետեւաբար Տիրոջը չեն բայց Տերը իրերներին ճանաչում է եւ ուզում եմ հիշեցնել սիրեներ Ղուկասի ավետարանում այդ մասին գրված է Ղուկասի ավետարանի 13-րդ գլխի 24 խոսքից Տերն ասում էր Ջանք արեք որ նեղ դռնով ներս մտնեք որտեղ ասում եմ ձեզ շատերը կուզեն մտնել եւ չեն կարողանա հաստատ այստեղ ամենք դեռ ուզում եք որ լինեք Տիրոջ հետ իրաբաժինը լինեք Եվ դրա համար ասում է շատերը կուզեն մտնել եւ չեն կարողանա դրանից հետո որ տանտերը գելնե եւ դուրը կփակե եւ կսկսեք դուրս է կանգնել եւ դուրը թագելու ասել Տեր Տեր բաց մեզ եւ նա պատասխանելով կասե ձեզ չեմ ճանաչում ձեզ հասկանում եք սիրելիներ ինչ ինքնախապեյություն մարդը խապված է մարդը մտածում է որ երկնքի դուրը իր առջև բաց է բայց Տերը ասում է ես քեզ չեմ ճանաչում այն ժամանակ սկսիկ ասել մենք քո առաջին կերանք եւ խմեցինք եւ դու մեր հրապարակներում սովորեցրիր մենք եկանք ժողովներին ժողովրդի հետ միասին երգում էինք աղոթում էինք եւ կասե ասում եմ ձեզ ես չեմ ճանաչում ձեզ թե ինչտեղից եք հերու կացեք իզնից բոլոր անիրավություն գործողներդ Տիրոջ մասին գիտեին բայց Տիրոջ առջև խոնարհված չէին Տիրոջը չեն ճանաչում շարունակում էին իրանց ինքյանքով ապրել անիրավություն գործել այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտել երբ որ կտեսնեք Աբրահամին եւ Իսահակին եւ Հակոբին եւ բոլոր մարգարեներին Աստծո արքայության մեջ իսկ ձեզ դուրս հանած եւ կգան արևելքից, արևմուտքից եւ հյուսիսից ու հարավից եւ կնստեն Աստծո արքայությունում եւ հետիններ կան, որ առաջիններ կլինեն եւ առաջիններ կան, որ հետիններ կլինեն։ Այո, մարդիկ Աստծո մասին գիտեն, տեսել են Աստծո հրաշքները, Աստծո գործերը, բայց Աստծուն չեն ճանաչում։ Եվ երկրորդ օրինաց գրքից ուզում եմ հիշեցնել, գրված է երկրորդ օրինաց գրքի 29-րդ գլխի երկրորդ խոսքից, եւ Մովսեսը
բոլոր Իսրայելին կանչեց եւ նրանց ասեց. Դուք տեսաք այն ամենը, ինչ որ Եհովան արավ ձեր աչքերի առաջին Եգիպտոսի երկրում Փարավոնին եւ նրա բոլոր ծառաներին եւ նրա բոլոր երկրին։ Այսինքն այն մեծ փորձությունները, որոնք քո աչքերը տեսան, այն նշանները եւ մեծ հրաշքները։ Աստված Եգիպտոսի երկրում արեց մեծ հրաշքներ։ Եգիպտոսին խփեց շատ պատվաստներով։ Հետո Եգիպտոսի անդրանիկներին խփեց եւ Իսրայելի որդները Եգիպտոսից դուրս ելան։ Հետո կարմիր ծովը ճեղքվեց եւ ծովի հատակով անարգել ժողովուրդը անցան։ Աստված իրանց անապատում կերակրում էր, երկնքից տալիս էր մանանա։ Այդ ամենը տեսան, սիրելներ, ամենը տեսան, բայց անհավատ են։ 4-րդ խոսքում ասում է. «Եվ Եհովան չտվավ ձեզ մի այնպիսի սիրտ, որ իմանաք, եւ աչքեր, որ տեսնեք, եւ ագաժներ, որ լսեք, մինչև այսօր։ Եվ ես այն 40 տարի անապատումը ձեզ ման ազեցի, ձեր վրայից չհինացան ձեր հագուստները եւ ձեր ոտքերի կոշիկները չմաշվեցին»։ Հասկանում եք, սիրելներ, մարդիկ Աստծո հրաշքները տեսնում էին, Աստծո գործերը տեսնում էին, բայց իրանց համար Աստված ասում է. «Եվ Եհովան չտվավ ձեզ մի այնպիսի սիրտ, որ իմանաք», այսինքն սրտները էլի կույր էր մնում, եւ աչքեր, որ տեսնեք, եւ ագաժներ, որ լսեք։ Կա այդպիսի վիճակ, սիրելներ, մարդիկ տեսնում են Աստծո գործերը, Աստծո հրաշքները, բայց էլի անհավատ են, Աստծուն չեն ճանաչում։ Եվ այդ մասին Սաղմոսներում լսում ենք, Արմեն եղբայրը սկզբում կարդաց 103 Սաղմոսի 7-րդ խոսքը, նա իմաց արավ իր ճանապարհները Մովսեսին եւ Իսրայելի որդկանց իր գործերը։ Իսրայելի որդիկը Աստծո գործերը տեսան, բայց Աստծուն չճանաչեցին, իսկ Մովսեսը Աստծուն ճանաչեց։ Եվ Եբրայեցիս 3-րդ գլխի համար 10 նույնպես ասում է, սիրելներ, Եբրայեցիս 3-րդ գլխի համար 10 շեշտում է իսրայելացիների անհավատությունը։ Աստված ասում է. «Նրա համար զզվեցի այն ազգից եւ ասեցի. միշտ մոլորվում են սրտով եւ նրանք չճանաչեցին իմ ճանապարհները»։ Գործերը տեսնում են, հրաշքները տեսնում են, բայց Աստծուն չեն ճանաչում։ Եվ Հովհաննեսի ավետարանում լսում ենք, այնտեղ ասում է, որ թեպետ Հիսուսը շատ հրաշքներ արել, բայց իրան չեն հավատում։ Որտեղ ինչպես է սա մարգարեն ասում, ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկում հայտնվեց։ Եվ հետո ասում է, այո, աչքեր ունեին եւ չէին տեսնում, ագաժներ ունեին եւ չէին լսում։ Տեր Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին։ Տեր Հիսուսը այդքան հրաշքներ արել, բայց այդքանից հետո հրեաները ուզում էին սպանել եւ Ղազարոսին եւ Հիսուսին։ Հնարավոր է մարդը տեսնում Աստծո գործերը։ Երբեմն մեկ էլ որ խոսում ենք Աստծո մասին, վկայում ենք, մեկ էլ ասում ենք, ո՞նց չէ, ես Աստծո հրաշքները տեսել եմ, նեղության մեջ էի, փորձության մեջ էի, Աստված ինձ այս վիճակից հանեց։ Այո, շատ բարի։ Դա խոսում է Աստծո սիրո մասին, բայց քո արձագանքը։ Մովսեսը Իսրայելի որդներին ասեց. «Եհովան չտվավ ձեզ մի այնպիսի սիրտ, որ իմանաք, սրտեր Աստծո առջև փակ էին, եւ աչքեր, որ տեսնեք»։ Հրաշքներ էր, ամեն բաները տեսնում էին, բայց էլի կույր էին մնում, եւ ագաժներ, որ լսեք։ Լսում էին, բայց չէին լսում։ Բայց սրան հակառակ, սիրելներ, Մովսեսի համար ասում էր, որ Մովսեսը իմացավ Աստծո ճանապարհները, Աստված իմացրեց իր ճանապարհները ինչի համար, որտեղ Մովսեսը փափագ ուներ, կարիք ուներ, եւ Աստծո սիրող ազնվորությունը, Աստվածապաշտ ազնվորությունը պետք է աղոթի, պետք է խնդրի, որ Աստված իր հոգու աչքերը լուսավորի, Աստծուն ճանաչելու, իր ճանապարհները իմանալու։ 86 Սաղմոսի համար 11-ում լսում ենք. «Տեր, ցույց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտության մեջ, միացրու իմ սիրտը
որ քո անունից վախենա։ Տեր, ցույց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտության մեջ։ Այսինքն Սաղմոս 2 խնդրում է Աստված ցույց տա իրան, իր ճանապարհը, իր մեծությունը, իր փառքը, իր սերը, եւ դա մարդուն մղելու է, որ մարդը Աստծուն ճանաչելով գնա Աստծո խոսքի մեջ, գնա ճշմարտության մեջ։ Արմեն եղբայրը հիշեցրեց Մովսեսի աղոթքը։ Մովսեսը ինչ էր աղոթում, սիրելիներ։ Աստված իրան ասել էր, որ իրան առաջնորդելու է, իրան տանելու է երկիրը։ Իր արջևից պետք է Աստծո հրեշտակը գնա։ Եվ Մովսեսը ինչ աղոթեց։ Ելից գրքի 33 գլխի համար 13-ում է գրված. «Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջին շնորհքը դա, խնդրեմ, ինձ իմացրու քո ճանապարհները, ասին ինձ բաց արա քո ճանապարհները, որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհքը կնեմ եւ տես, որ այս ազգը քո ժողովուրդն է»։ Մովսեսի աղոթքը, խնդրվածքը փափագսա էր։ Աստված բացեր, իմացաներ իր ճանապարհները, իր սերը, իր ողորմածությունը, իր փառքը։ Եվ սիրելիներ, Աստված Մովսեսի աղոթքը լսեց։ Աստված աղոթք լսող Աստված է։ Աստված Մովսեսին լսեց, ասեց, որ ես բան էլ պետք է անեմ, եւ իմ փառքը քեզ պետք է ցույց տամ։ Եվ Աստված Մովսեսին դրեց ժայռի մի խորոչի մեջ, եւ այնտեղից անցավ, եւ իր փառքը, իր բարությունը ցույց տվեց։ Մովսեսը տեսավ Աստծո ողորմածությունը, Աստծո սերը եւ երեսի վրա ընկած երկրպագում էր Աստծուն։ Մովսեսը Աստծուն ճանաչում էր։ Իր սիրտը բաց էր Աստծո առջև։ Արագած գրքում գրված է. տեսնող աչքերը եւ լսող ականջները երկուսն էլ Տերից է։ Երբ որ մարդը ունի կարիքը, փափագը, արձագանքում է Աստծո սիրուն, Աստծո ձայնին, Աստված այցելություն է անում, մարդու հետ աշխատանք է անում, մարդու հոգու աչքերը բացում է եւ մարդը Աստծուն ճանաչում է։ Սա շատ կարևոր է, սիրելիներ։ Աստված թողնի մեր աղոթքը, մեր խնդրվածքն էլ պետք է այդպես լինի, ինչպես Մովսեսը աղոթեց, որպեսզի օրեցօր մենք աճենք հավատքի մեջ, Աստծուն ճանաչելու մեջ։ Աստված ամեն կետել այդ աշխատանքը տանում է։ Աստված Հոբի հետ աշխատանքը տարավ, սիրելիներ։ Հոբը հանդիպեց շատ նեղության, շատ դժվարության։ Աստծո տվածի մեջ, իր չափի մեջ ինքը Աստծուն հավատարիմ էր, սիրելիներ։ Աստված իրան այցելեց։ Եվ երբ որ Աստված իրան այցելեց, Աստված խոսեց, Հոբի ինչ պատասխանեց, գրված է Հոբի գրքի 3-րդ խոսքից համար 40 գլխի։ Եվ Հոբը պատասխանեց Եհովային ու ասեց. «Ահա ես նվաստ եմ, ինչ պատասխանեմ, ձեռքս բերանիս եմ դնում, մեկ խոսել եմ, այլևս չեմ պատասխանի եւ մյուս անգամ էլ չեմ կրկնի»։ Աստծո լույսը, Աստծո փառքը երևաց եւ Աստծո լույսի մեջ, Աստծո փառքի մեջ Հոբը իրան տեսավ եւ խոնարհվեց Տիրոջ առջև, խոստովանվեց. «Ես նվաստ եմ, ինչ պատասխանեմ, ձեռքս բերանիս եմ դնում», ասելու, խոսելու, ինձ արտարացնելու ոչինչ չունեք, մեկ խոսել եմ, այլևս չեմ պատասխանի եւ մյուս անգամ էլ չեմ կրկնի։ Եվ հետո Տերը իր հետ խոսեց, Տերը Հոբի հետ խոսեց եւ Հոբին Տերը իրան բացում էր իր մեծությունը, իր գեղեցկությունը, իր փառքը, որ ամեն բան իր ձեռքին է։ Եվ Աստված Հոբին ասեց. «Հիմա մեջքդ գոտե պնդիր, քաջազունի պես, որ քեզ հարցնեմ եւ դու ինձ իմացրու։ Հիրավի պիտի խափանես իմ դատաստանը, ինձ հանցավոր անես, որպեսզի դու արտրանաս, կամ թե բազուկ ունիս Աստծո նման եւ կարող ես ձայնով նրա պես որոտալ։ Մեկ զարտարվիր փառքով ու մեծությունով եւ պայծառություն ու շքեղություն հագիր, թափիր բարգությանը դերանդը եւ մտիկ դուր ամեն հբարդին եւ խոնարհեցրու նրան»։ Աստված Հոբին ասում է. հբարդին նայի ու իրան խոնարհեցրու։ Բայց մարդը կարող է մարդուն փոխել, մարդը կարող է հբարդին խոնարհացնել, ոչ մի դեպքում։ Մտիկ դուր ամեն հբարդին, նվաճիր նրան եւ խորտագիր
անբայուշներին իրաց տեղը, թաղիր նրանց միասին հողի մեջ և նրանց երեսները կապիր ծածկոցով, այն ժամանակ ես էլ քեզ կգովեմ և քո ածերքը քեզ օգնում է։ Աստված ասում է, Հոբին ասում է, եթե դու այդպես հերոս ես, քաջ ես, զորեղ ես, հպարտին խոնարեցրու։ Հպարտին մարդը չի կարող փոխել, չի կարող խոնարեցնել, Աստված կարող է խոնարեցնել, Աստված է խոնարեցնում, Աստված անպարտավորներին հակառակ է կենում, խոնարհներին շնորհք է տալիս։ Եվ այդ դրանից հետո սիրելիներ, երբ որ Աստծո այցելություն եղավ, Հոբը Աստծուն ինչ էր ասում, մինչև հիմա քո մասին լսել էի ագանջի ծայրով, իսկ հիմա աչքովս տեսնում եմ, ուստի զղջում և նվաստանում եմ հողի ու մոխիրի վրա։ Աստված ուզում է, Աստված իր զավակների հետ աշխատանք է տանում, որ իրան ճանաչեն, աճեն իրեն ճանաչելու մեջ և Հոբի հետ այդ աշխատանքը եզրափակվեց։ Այ Նոր Կտակարանում լսում ենք սիրելիներ, Հայրոս անունով ազնվորությունը, որի աղջիկը Մահամերձ էր, Հիսուսին իր տունը կանչեց, որպեսզի Հիսուսը գա և իր աղջկան բուժի։ Բայց այդ ճանապարհին մի կին, հիվանդ մի կին, որ արյունահեղության մեջ էր, Հիսուսին զբաղեցրեց, ինքը կպավ Հիսուսի հանդերձի ծայրին, ինքը դարեց հավատքով և իսկույն բուժվեց, և քիչ հետո Հայրոսի տանից մարդ եկավ և ասեց, վարդապետին մի հոգնեցրու, աղջիկդ մեռավ։ Գուցե առաջին այն տպավորությունն էր, որ Հիսուսը ուշացած է գնում Հայրոսի տունը, չէ։ Հիսուսը ճիշտ ժամանակին էր գնում Հայրոսի տունը։ Եթե շուտ գնար, Հայրոսը ընդամենը իմանալու էր, որ որպես Աստծո մարդ, որպես Աստծո մարգարե աղոթեց և իր աղջիկը բուժվեց։ Բայց Աստված ուզում էր, Հիսուս ուզում էր, որ իրան այնպես ճանաչեր, ինչպես պետք է, իրան ճանաչեր, որ ինքը Մեսիան է, որ ինքը կյանքն է, իր մեջ կա կյանք և մեռելին հարություն կտա։ Եկան, ողբում էին, լացուկոծ էր, աղջիկը մեռած էր։ Տեր Հիսուսը իր 3 աշակերտներին Հովհաննեսին, Հակոբոսին, Պետրոսին արավ, այնտեղ մտավ և խոսք ասեց, աղջիկ վեր կաց, և աղջիկը վեր կացավ, աղջիկը հարություն արավ, և Հայրոսը իմացավ, Հիսուսին ճանաչեց, որ այո, նա Մեսիան է, նա կյանք է տալիս։ Սա շատ կարևոր է, սիրելիներ, շատ կարևոր է։ Աստծո գործերը տեսնել, Աստծո հրաշքները տեսնել մի բան է, բայց մարդը, որ Աստծուն ճանաչում է, սա ուրիշ բան է, Աստծուն ճանաչող Աստծո հետ ունի հաղորդակցություն, և Տերը իրան բացում է նրանց, ովքեր որ անկեղծ են և իր կարիք ունեն։ Այ Հովհաննեսի ավետարանի 2-րդ գլխի վերջում այնտեղ լսում ենք, սիրելիներ, այնտեղ ասում է հետևյալը, Հովհաննեսի ավետարանի 2-րդ գլխի 23 խոսքից. «Եվ երբ որ Երուսաղեմում էր Զատկի տոնին շատ մարդիկ հավատացին նրա անունին, տեսնելով նրա այն նշանները, որ անում էր։ Բայց Հիսուսը ինքը իր անձը չէր հավատում, այսինքն չէր վստահում, չէր հայտնում նրանց, որովհետև ինքը ամենը գիտեր։ Տերը բացվում է նրանց, Տերը իր մեծությունը փառքը ցույց է տալիս նրանց, ովքեր որ անկեղծությամբ իրան են եկել։ Փրկիչ պիտի գա Սիոնի համար և Հակոբի մեջ հանցանքից ետ դարձողների համար, ովքեր սիրում են իրանցին կյանքը, ամուր բռնում են իրանցին կյանքը, ովքեր մեղքի հետ համակերպված են, մեղքը չեն ուզում թողնել, Տեր իրանց չի բացվում։ Այո, Աստծո գործերը, Աստծո հրաշքները տեսնում են։ Բայց Հիսուսը ինքը իր անձը չէր հավատում նրանց, որովհետև ինքը ամենը գիտեր, և որովհետև պետք չէր, որ մեկը վկայե մարդու համար, որտեղ ինքը գիտեր, թե ինչ կար մարդումը։ Թող Աստծո ողորմությունը լինի, մեր ներսը անհանգստանա, մեր փափագը, մեր կարիքը դա լինի, Տիրոջը խնդրել, իր երեսը խնդրել։ Եվ վերջում եզրափակման մեջ ուզում եմ հիշեցնել,
Հովհաննեսի ավետարանի խոսքերը, որ նորից գրված են նույն այդ 10-րդ գլխում, Տեր Հիսուս ասում է 27 խոսքից. իմ ոչխարները իմ ձայնը լսում են եւ ես ճանաչում եմ նրանց եւ իմ հետևից գալիս են։ Սրանք են մարդիկ են, որոնք իրանց սիրտը Տիրոջ առջև են բացում, որոնք սրտանց Տիրոջն են ուզում իր հետ լինել, իրան վայելել, որտեղ հասկացել են, որ կյանքը ինքն է, որտեղ այո Հիսուս Քրիստոսի սերը մարդուն մղում է, որպեսզի մարդ ամեն բան աղբ համարի եւ ամբողջովին խոնարհվի Տիրոջ առջև։ Իմ ոչխարները իմ ձայնը լսում են։ Իմ ձայնը լսում են։ Սա պետք է հասկանալ հնազանդությունը, հնազանդում են ինձ, եւ ես նրանց ճանաչում եմ, եւ իմ հետևից գալիս են, եւ ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, եւ նրանք հավիտյան չեն կորչի, եւ ոչ ով չի ապշտագի նրանց իմ ձեռքից։ Իմ հայրը, որ նրանց տվավ ինձ, ամենից մեծ է, եւ ոչ ով չի կարող իմ հոր ձեռքից ապշտագել նրանց։ Ես եւ հայրը մեկ ենք։ Հայնության գրքի 3-րդ գլխի 20 խոսքում Տերն ասում է. այս կանգնած եմ դուռը եւ թագում եմ, եթե մեկը լսի ինձ ձայնը եւ դուռը բանա, նրա մոտ կմտնեմ եւ նրա հետ ընթրիք կանեմ եւ նա ինձ հետ։ Չէ, ընկերները, բարեկամները իրանց ամենալավ ժամանակը անցկացնում են ընթրիքի սեղանի շուրջը։ Ընթրիք անելիս, ընթրիք են անում եւ իրար հետ շատ չեր մտերիմ խոսում են։ Եվ սա խոսում է մասին սիրելիներ, երբ որ այո մարդ իր սիրտը Տիրոջ առջև է բացել, Տերը այցելում է, Տերը լուսավորում է, մարդը Տիրոջն է ճանաչում, իրան վայելում է։ Եվ սրա համար սիրելիներ, նաև Եսայի մարգարեության մեջ ասում է, Եսայի մարգարեության մեջ առաջի երկու խոսքերը 43 գլխի, այնտեղ ասում է՝ մի վախենա, որովհետև ես քեզ փրկել եմ եւ քո անունով ես կանչել եմ, թե դու իմն ես, երբ որ ջրերից անցնես, ես քո հետ եմ եւ գետերով նրանք չեն ողողի քեզ, չեն խեղդի, եւ երբ որ անցնես կրակի միջով, կրակը չի այրի եւ բոցը քեզ չի լափի։ Երբ որ մարդը Տիրոջն է ճանաչում, Տիրոջ հզոր ձեռքերի մեջ այո Տերը բաղում է, պաշտպանում է։ Աստված թողորն է սիրելիներ։ Նորից է ուզում հիշեցնել այդ խոսքերը, որ գրված է Հովհաննեսի ավետարանի 10-ի համար 14-ում եւ երկով հետո աղոթքով Տիրոջ առջև գային։ Ես եմ բարի հովիվը, եւ ես իմիններին ճանաչում եմ եւ իմիններից էլ ճանաչվում եմ։ Ես իմիններին ճանաչում եմ եւ իմիններից էլ ճանաչվում եմ։ Հնարավոր է մարդը շատ վստահ լինի, համոզված լինի, բայց հետո պարզվի, որ խաբված է։ Ես այդ օրինակը բերել եմ, ոչինչ, նորից կբերեմ։ Աստծո զավակներից մեկը տեսնում է տեսիլք, երկնքի առկայությունը եւ մի ազնվորություն կանգնած երկնքի առկայության մուտքի առջև, ասում են մարդիկ, սկզբում մոտենում է ավետարանիչը, ազնվորությունը հարցնում է ավետարանիչին, դու Հիսուսին ճանաչում ես, ասում է ո՞նց չէ, ես իր մասին եմ քարոզում, իր ավետարանը իմ ձեռքին է, մարդկանց Աստծուն եմ առաջնորդում, ո՞նց չէ, ես իրան գիտեմ, իրան ճանաչում եմ, ազնվորությունը ասում է անցենքում, քիչ հետո երկիչն է գալիս, երկիչին հարցնում է Հիսուսին ճանաչում ես, ինչպես չեմ, ես իր երկերն եմ երկում, իրան եմ փառաբանում, իրան եմ մեծարում, ո՞նց ես իրան ճանաչում եմ, ասում անցենքում, հետո ուրեմն մոտենում է մի հատ տատիկ է մոտենում, հարցնում է, ասում է դու Հիսուսին ճանաչում ես, այս տատիկը ասում է Հիսուս ջան, քեզ ով չի ճանաչի։ Հասկանում եք սիրելիներ, մարդիկ Աստծո գործերը տեսել են, Աստծո հրաշքները տեսել են, անգամ Աստծո տան մեջ իբր արել են ծառայություն, բայց Տերը ասում է ես ձեզ չեմ ճանաչում։
Սրա համար նայենք սիրելներ։ Տերը խոսում է մեր սրտերի հետ։ Տերը մեզ իրան է քաշում, իրան է կանչում։ Աստծո ողորմությունը լինի, որ մենք ամբողջովին մերժենք մեր հանդեպ ունեցած հավատքը, մեր հասկացողությունները եւ ամբողջովին խոնարհվենք Տիրոջ առջև, որտեղ միայն իրան պետք է պաշտել, միայն իրան պետք է գրպակել։ Համար 45 Սաղմոսում ասում է. լսիր աղջիկ եւ տես, մոռացիր քո տունը եւ քո ժողովուրդը, անժամանակ թագավորը կհաջի քո գեղեցկությանը։ Աստված թողորնի սիրելիներ։